Բարի օր սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Մի քանի օր է ինչ Իրանում տեղի ունենում այն ինչ տեղի ունենում եւ ես անդադար հետևում եմ թե ինչ է կատարվում առհասարակ տարածաշրջանում եւ ամենակարևոր հանգամանքը, որը իմ ուշադրության կենտրոնում է, այս պահին դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որովհետեւ Հայաստանը իմ երկիրն է եւ ես կարևորում եմ այն քայլերը, որոնք այս ֆոնին ուրեմն կանի Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր առավոտյան ես տեղեկացա, որ երկու հրթիռ է ընկել Նախիջևանի վրա եւ իրանական հրթիռ եւ փառք Աստծո զոհեր չկան։ Ինչու փառք Աստծո, որովհետեւ ես Ադրբեջան եւ Թուրքիա պետություններին այլևս չեմ համարում թշնամիներ։ Ես ավելի շատ թշնամիներ տեսնում եմ ՀՀ-ի ներսում, ներքին թշնամիներ, եւ տեսնում եմ հյուսիսային բոշաների մոտ։ Եկել եմ այսօր թարմացնեմ ձեր հիշողությունը, իդեպ ասեմ, ես պատմաբան չեմ, պատմությունների գիտության դոկտոր, պրոֆեսոր չեմ, բայց ես բոլորից լավ եմ գիտակցում, թե Իրանը ինչեր ա բերել մեր գլխին։ Այդ Իրանը այսօր դարձել է ձեր բարեկամը, կարդում եմ ստատուսներ, ու այդ ստատուսները ես տեսնում եմ իրենց չակերտավոր վարչապետի կառավարության աջակից հռչակած մարդկանց էջերում, նաև մարդկանց, ովքեր ուրեմն Եվրոպաներում ապրել են։ Ժողովուրդ, ես մեկ անգամ խոսել եմ այս թեմայով եւ կարծում եմ ժամանակն է երկրորդ անգամ խոսելու։ Ուրեմն աջակցել կառավարությանը եւ աջակցել Նիկոլ Փաշինյան անձին, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է ամենօրյա ռեժիմով վարչապետի նկարը դնենք մեր էջի վրա ու գրենք մենք պաշտում ենք մեր վարչապետին, մենք սիրում ենք մեր վարչապետին։ Ոչ, ամենևին։ Այսպես այնպես մենք ամեն օր սրտիկ ենք ուղարկում մեր վարչապետին։ Բայց այստեղ շատ կարևոր բայց կա։ Ձեզանից այդ տեսակ ստատուսներ գրողներ, ձեզանից որևէ մեկը, ես հիմա կանդրադառնամ ստատուսներին, երբևիցե ուսումնասիրել եք կառավարության ծրագրերը։ Երբևիցե ուսումնասիրել եք վարչապետի ուրեմն առաջարկած խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Կարծում եմ, որ չէ։ Դուք դրա ժամանակը չունեք։ Դուք հազիվ գրեք Նիկոլ վարչապետ, սիրում ենք քեզ, լայքեր հավաքեք ձեր էջերը։ Լցնենք, հետո սկսեք տափակություններ գրել։ Առանց գիտակցելու, որ ցանկացած էջ, որը ունի 11000 եւ ավել հետևորդ, այդ էջերը մշտապես ենթարկվում են արևմուտքի կողմից մոնիտորինգի, որովհետեւ այսօր մենք գնում ենք դեպի արևմուտք եւ ոչինչ անմասն չի մնում։ Այսօր թերթում եմ էջերը եւ ինչ եմ կարդում։ Մեկ օպոզիցիան ա գրել, մեկ էլ կառավարության աջակից լիքը բլոգերներ։ Ինչ են գրում։ Վայ, ինչ լավ կլներ մի հատ էլ թերթիրից ընկներ Ադրբեջանի նավթամուղի վրա։ Վայ, ինչ լավ կլներ մի հատ էլ ընկներ, չգիտեմ ում վրա։ Ինչ լավ կլներ մի հատ էլ ընկներ ում վրա։ Ես ուզում եմ ձեզ ուղիղ հարց տալ։ Դուք դա գրում եք, որովհետև ձեր ուղեղը արդուկած է լրիվ տափական, թե դուք դա գրում եք հույզերից ելնելով։ Ուզում եմ հասկանամ, էլի, ուղեղի խնդիր ունեք, թե ունեք ուղղակի ինչ-որ մի հատ բան գրեք, լայք հավաքեք։ Դուք կառավարության աջակից համարվող Facebook-յան օգտատերեր երբևիցե տեսել եք որևէ բարձրաստիճան պաշտոնյա նմանատիպ գրառում անի իր Facebook-յան էջում։ Տեսել եք նման բան։ Ատելության խոսքի տարածում տեսել եք, օրինակ Արայք Հարությունյանի էջում, Չախոյան Տարոնի էջում։ Տեսել եք ատելություն հարևանների, պետությունների հանդեպ, ատելություն տարածող խոսք, հա, գրառում, օրինակ Ալեն Սիմոնյանի էջում, Արարատ Միրզոյանի էջում, հենց վարչապետի էջում։ Տեսել եք նմանատիպ գրառումներ։ Ամենևին ոչ։ Ու ցավում եմ, որ սա ձեր տգիտությունից է, որովհետև դուք չեք ուսումնասիրել, ինչ ծրագրով է առաջնորդվում կառավարությունը
ի գլխավորությամբ վարչապետ Փաշինյանի։ Ձեր կարծիքով որ մի հատ էլ հրում անկավ, օրինակ Ադրբեջանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը անմասն է մնալու դրանից։ Ցավում եմ, բայց ոչ։ Միշտ հիշեք, միշտ ցանկացած մեր բերանից դուրս եկած խոսքի պատասխանատվությունը մենք ենք կրում։ Եթե մենք հանրային մարդիկ ենք, երկրի մասին մտածող մարդիկ ենք եւ ցանկանում ենք, որ ուրիշ երկրում արհավիրք լինի, դա մեր երկրի գլխին է գալիս, որից անմասն չենք մնում նաեւ մենք։ Այսինքն բումերանգի օրենքը ճիշտ գործում է։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Հա, կարող կոնտեքստից կտրեք, ասեք Ալիևի փաստաբաններ եկել, նստել էր կյանքի դասեր էր տալիս։ Այսօր առավոտյան Ադրբեջանից բենզինի մեծ քանակություն մտել է Հայաստանի Հանրապետություն, որ դուք գրեք մի հատ էլ հռոմ բնգներ, ուրեմն նավթամուղի վրա։ Դուք պատկերացնում եք Հայաստանի օդի աղտոտվածության աստիճանը այդ ժամանակ, չէ դուք չեք պատկերացնում։ Ու դուք ինչով եք տարբերվում վարչապետի հարգարժան աջակիցներ, ինչով եք դուք տարբերվում Դուքյանչի Անժոյից, Թագուհի Թովմասյանից, այսօրվա այն հարց տվող հիմար լրագրողից, ինչով եք տարբերվում, ոչ մի բանով։ Ես իրականում Նիկոլ Փաշինյան անձին շատ եմ հարգում, ու ես ցավում եմ, որ նա կյանքի գնով փորձում է կրթել հասարակությանը եւ առաջ մղել։ Ես չեմ կարծում, որ ելի դաշնակ դրող այդ դաշնակցական իրավիճակները, կողքիդ հարևանի վատ ցանկանալու ունակությունը մի օր կմաքրվի ձեր միջից։ Կներեք, բայց չեմ պատկերացնում։ Երբեմն այնպես եմ ցանկանում ուղղակի փակել Facebook-յան էջը ու գնալ։ Բայց քանի որ խոսք ունեմ տված իմ հետևորդներին, մինչև ընտրությունների ավարտ անպայման կշարունակեմ իմ գործունեությունը։ Մինչև ընտրությունների ավարտ։ Դրանից հետո ինչ մտածում եմ ձեր մասին, ձեր երեսին կասեմ ու կհեռանամ ուղղակի Facebook-ից։ Որովհետև ես տեսնում եմ, թե ինչ ծավալուն աշխատանք է կատարում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ինչ է կատարվում ամեն անգամ, երբ նրանք հանդիպում են Իլհամ Ալիևին, Էրդողանին, ինչ է կատարվում նրանց հետ այդ ժամանակ, ու ես տեսնում եմ, թե ինչքան անշնորհակալ ազգ եք դուք։ Իսկապես, վարչապետը ընտրվելու է 26 թվականին, վարչապետը ընտրվելու է եւ ես մինչև վերջ օգնելու եմ իշխանությանը։ Մինչև վերջ նրանց կողքին եմ լինելու, բայց ամենավերջում ոմանց երեսին կասեմ այն ինչ որ պետք է ասեմ ու ուղղակի կհեռանամ Facebook-յան տիրույթից։ Որովհետև իմ համար մեծ ցավ է, երբ ես տեսնում եմ, որ այնպես են դեգրադացրել իմ ժողովրդին, որ նրանք անգամ չեն հասկանում իրենց գրությունների պատասխանատվության աստիճանը։ Իդեպ ասեմ, այդ ձեր գրությունները մի քանի ժամից կհայտնվեն ադրբեջանական մամուլում եւ կօգտագործվեն կրկին մեր պետականության դեմ։ Շնորհակալություն ձեզ, բրավո։ Իսկ ամենավերջում ասեմ, անկախ նրանից, թե դուք ինչպես եք կանգնել վարչապետի կողքին եւ առաջ մղում Ղարաբաղյան կլանի թեզերը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներքաշեք պատերազմի մեջ։ Դուք իմ ազգն եք, ես ձեզ սիրում եմ։ Միգուցե ուշքի գաք։ Այսքան է։